Սիրելի հայրենակիցներ, նորից ու նորից կրկնում եմ, այս ազգային ժողովը լեգիտիմ չի, քանի որ ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը անօրինական այս իշխանության կամակատար դատարանի որոշմամբ գտնվում է տնային կալանքի տակ եւ մեր ընկերը զրկված է խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու։ Ցավոք սրտի պետք է շարունակեմ երեկվա պաշտպանության հանձնաժողովի քննարկումը եւ հետո վերջում կանդրադառնամ նաեւ պետաիրավականին։ Նախ պետք է ասեմ, որ իրականում զինված ուժերի բանակի հետ կապված, եթե սրտացավ խոսում ենք, այստեղ քաղաքական որևէ հետին միտ չկա, որտեղ մեր զինված ուժերը բոլորինս են, մեր զինված ուժերում ծառայում են եւ իշխանության ներկայացուցիչների զավակներ, եւ ընդդիմության ներկայացուցիչների զավակներ, եւ զինված ուժերում թիկունքի տված են ծառայում։ Երկրորդը, երբ որ քննադատում եմ, ես առնվազն համարում եմ, որ դրա իրավունք ունեմ, որտեղ հպարտ եմ, որ ներկայացնում եմ մի կուսակցություն, որի падգամավորները ապրիլյան քարոզիայից հետո այս ազգային ժողովում ամենավերջի սուր քննադատություններն էին փոխանցում այդ օրվա պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին, այդ օրվա իշխանություններին, այն բոլոր բացական բաները, որ ապրիլյանին մեր դաշնակցական կամավորական գումարտակի տղերքը տեսել էին ու ընդհանրապես այդ թեման միշտ էլ եղել է։ Բայց իշխանության падգամավորներ, որ ասում եք մեր զինված ուժերը, մեր բանակը, ո՞րն է ձեր բանակը։ Ո՞րն է։ Բանակ, որը կենսագրություն չունի, վստահ եմ, որոշները այստեղ տղեկի ծառայել են Արցախի հանրապետության պաշտպանության բանակում։ Ջրվել է, զրոյացվել է այդ ձեր կենսագրությունը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատմություն չունեն։ Այստեղ Սասուն Միքայելյանն է նստած։ Սասուն Միքայելյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունը ջնջված է բանակից։ 22 թվականին Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից ջնջել են ազատամարտի պատմությունը։ 5 տարի պաշտպանության նախարարության հետ կռիվ եմ։ Սկզբից ֆռցնում էին, թե կոմպյուտերն է, ինչ որ ծրագրային սխալ է, ջնջել են։ Բանակ, որը կենսագրություն չունի։ Շատ մասնագիտական քննարկում չեմ ուզում ծավալեմ, բայց նայեք, հիմնարար հարցեր կա։ Մեր զինված ուժերի հիմնարար փաստաթղթերի ճակատագիրը, որ պատմեմ, գժվել կարելի է։ Զինված ուժերի հիմնական փաստաթուղթ, հիմք փաստաթղթերից մեկը զինված ուժերի կիրառման պլանն է։ 20 թվականին եղել է։ 21-ի պատերազմից նոր իրողություններով պայմանավորված նոր պլան է հաստատվել։ 22 թվականին ադրբեջանական ագրեսիայից հետո նոր պլան է հաստատվել։ 23-ին նոր պլան է հաստատվել, բայց երբ որ սեպտեմբեր 19-ը 20-ին Արցախում ռազմական գործողություններ են եղել պաշտպանության բանակի դեմ, այդ զինված ուժերի կիրառման պլանը ընդհանրապես չեն օգտագործել։ Պաշտպանության նախարարությունը, պաշտպանության հանձնաժողովին հաշվետու գերատեսչությունն է։ Տարիներ առաջ դիմել եմ զինված ուժերի զարգացման պլանի, սպառազինությունների ձեռքբերման ծրագրին ծանոթացել եմ, այս ամբիոնից է քննադատել եմ, որ սպառազինությունների ձեռքբերման ծրագրում միշտաժամկետ, կարճաժամկետ, երկարաժամկետ որևէ հասկացություն չկա։ Այս տարի դիմել եմ, ասում նորից եմ ուզում ծանոթանալ, չեն տալիս։ Մեկ էլ մի ուրիշ բան, ազգային անվտանգության ռազմավարությունը մի հատ նորից կարդացեք, որը մինչև հիմա գործում է, որտեղ Ադրբեջանն է այնտեղ Թշնամի հակառակորդ, Թուրքիայի սպառնալիքները, Արցախի ինքնորոշման հարցը, այսքան տարվա մեջ ազգային անվտանգության ռազմավարություն չկարողացան փոխել։ Քննիչ հանձնաժողովներ, Պաշտպանության հանձնաժողովը անցնող 19 թվից 2 քննիչ հանձնաժողով է ունեցել։ Երկուսն էլ քաղաքական նպատակով, ոչ թե պատմության բացահայտման։ Հիշում եք ապրիլյան քարոզիայի քննիչ հանձնաժողովը ոնց է ստեղծվել։ Մնացականյան Լևոնի վրա Նիկոլ Փաշինյանը ջղայնացել էր, մտել էր լայվ, հաջորդ օրը Լևոն Մնացականյանին Արցախի պաշտպանության բանակի հրամանատարին պաշտոնազրկեցին, դրանից հետո քաղաքական մեծամասնությունը որոշեց ապրիլյան քննիչ հանձնաժողով ստեղծի։ Գաղտնի է, ափաթափալ պատերազմի օրերին է, չէ՞ պարոն Քոչարյան, կարծեմ ներկայացրեցին այն խորհրդարան պրծան։ Այս 44 օրյայինը մենք դեմ ենք, չմասնակցեցինք, չէինք հավատում դրա օբյեկտիվությանը, 100 անգամ խոսեցին, վերջում ինչ եղավ։
Այդ զեկույցը կա թե չէ, Անդրանիկ Քոչարյանն ասում էր կա, Ալեն Սիմոնյանն ասում է չկա, ասես մնացել է։ Պարոն Քոչարյան, մի միջամտեք։ Հա, մերը Պարոն Խաչատրյան, մի միջամտեք։ Այդպես էլ տապալվավ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի իրական ամբողջական գործառույթը։ Բայց ցավոք սորտի կարդացել եմ, շատ մանրամասն եմ կարդացել, բայց քանի որ գաղտնիա իրավունք չունեմ ասելու։ Այստեղ շատ խոսվեց սուերի մասին։ Չեմ կարող փակագծեր բացել։ Մասնագետների քննադատությունը սուերի ձեռքբերման հետ կապված ոչ թե այսօրվա սուն ինչ սպառազինություն ունի, այլ առաջին իսկ պահից քննադատվել է քաղաքական որոշումը սու 30-ներ ձեռք բերելու, որովհետև չի եղել ամբողջական մասնագիտական քննարկում, քաղաքական որոշում է եղել։ Ծրագիրը այն խմբականակը, որ պետքա ձեռք բերվեր, այս 4 սու 30-ները չէ։ Այդ սու 30-ները ձեռք բերելու համար սպառազինությունների ձեռքբերման ամբողջ ծրագիրը փոխվել է, ամբողջությամբ չեզոքացվել է, փոշիացվել է ռեփ համակարգ, անօթաչուներ սարքերի համակարգերի ձեռքբերման ամբողջ ծրագիրը։ Այդ օրերին ձեր գործընկերներից մարդիկ են եղել, որ համոզել են Նիկոլ Փաշինյանի, որ սխալ է սու 30-ները առնելը։ Ամրաշինական կառույցներ, նայեք, ժողովուրդ, հա լավ բան է ամրաշինական կառույցը։ Մենք էլ ենք գնացել, ասեմ դες անկեղծ, առաջին անգամ որ Սերյան Օհանյանի, Տիգրան Աբրամյանի, մեր մյուս Արգիշտի Գևորգյանի հետ գնացել ենք, դրանից հետո 6 էջանոց պաշտպանության նախարարություն գրավոր առաջարկների փաթեթ ենք ուղարկել։ Այնպես չի որ գնացել տեսել ենք քինախնդիր, յա սրանք բետոն են սարքել, բայց մի սարքեք դա կուլտ, մի կողեք ամեն օր աշտները։ Գարիկ Սարգսյանի հետ ուզում եք հիմա ասենք այդ ամրաշինական կառույցներից մեկ երկուսը իր տարածքում որտեղ է, որ մեր քաղաքացին հասկանա ժողովուրդ ջան, այդ ամրաշինական կառույցը շատ կարևոր է, բայց այնպես չի որ առաջին դիրքում կանգնած է, այս էլ ամրաշինական կառույց։ Բայց առաջին անգամ գնացել ենք ամրաշինական կառույց տեսնելու, վստահ եմ, ով ձեզնից գնացել է, գլխավոր շտաբի պետի տեղակալը ձեզ ուղեկցում, Կարեն Գրիգորյան։ Ինչպես։ Կարեն Գրիգորյանն է ձեզ ուղեկցում, ժողովուրդ, որ հելնում ասում եք 30 տարի բան չի եղել, այդ մարդու վաստակը մի փոշիացրեք, իրան էլ եմ 100 անգամ ասել, ով Մարտունիում Արցախի պաշտպանության բանակում ծառայել է, հո գիտի Կարեն Գրիգորյանը առնվազն առաջնագծի կահավորման, ամրաշինական աշխատանքների մեջ ինչ վաստակ ունի, մի փոշիացրեք այն 30 տարի։ Լուրջ եմ ասում, մինչև հիմա ադրբեջանցիները ռեպորտաժներով ասում են, թե առաջնագծում Օհանյանի գիծը ինչ ամուր կառուցված է եղել։ Եվ մյուս մասը։ Հայ միջորդ պարոն Արմեն Խաչատրյանն ասում էր 1.5 տարին ուսումնասիրել են։ Այս պնայի հետ իմ նամակագրություններն են։ Պնային այն ժամանակ հարցրել եմ, ուսումնասիրություններ կան, հիմնավորումներ կան, մի օրինակ տվեք։ Ձկան նման բերանները ջուր առած ոչ մի բան չասեցին։ Մեր պաշտպանության հանձնաժողովի մյուս ոլորտ ազգային անվտանգության ծառայությունն է։ Բերանս էլ չի պատտվում, ասեմ ազգային անվտանգության ծառայություն, որը դարձել է քաղաքական իշխանության կամակատարը։ Մեր հանձնաժողովում պարոն Քոչարյանը կվկայի շատ հաճախ ենք այդ թեմաներով խոսել։ Նայեք, այսօր շատ Տիկին Ջուլակյանը, Լևոնը Քոչարյանը խոսեցին անձնական տվյալների հարցը։ Ազգային անվտանգության ծառայությունը այլևս թքած ունի օրենքի վրա, օրենսդրության վրա, ազգային անձնական տվյալների վրա։ Ռոբերտ Քոչարյանի այդ աղմկարուց տեսանյութ հրապարակելուց հետո ԱԱԾ-ին մանրամասն կետարկետ հարցում եմ ուղարկել։ Գիտեք ինչ եմ պատասխանել։ Ազգային անվտանգության ծառայությունը իրավասու է որևէ նպատակով հրապարակել իր կողմից տնօրինվող տեղեկությունը։ Այսինքն Սիմոնյան Անդրանիկին ես որ դուրը չգամ, իմ մասին ինչ կա կարա հրապարակի։ Չգիտեմ Տարոն Ճախոյանի հետ ասոցացող կայքին կտա թե հայկական ժամանակին, բայց եթե որոշի կհրապարակի։ Նորից եմ հարցում ուղարկել, նորից իմ էլ ասում է գաղտնիության հարց կասեմ, ախպեր, ես գաղտնիության թույլտվություն ունեմ, բայց ոչինչ, առաջիկայում ԱԱԾ տնօրենը հյուր է գալու մեր հանձնաժողով։ Իսկ ԲՀԿ-ի հետ կապված, քան որ ֆուտբոլով եք ասում, ԲՀԿ իրավիճակը հետևյալն է, ֆուտբոլային տերմինով։ Պենալներով մի թիմը արդեն հասնում է հաղթանակի, այդ պահին դատավորը գալիս է դարպասները հանում տանում է։
Բեկն 4 օր ձայներն ավելանում էր, ուրբաթ գիշեր արդեն պետք է հաստատվեր, մեկ էլ որ տեսան անցնում է, հիշեցին դեռ 2 շաբթի օրվանից իրենց ստացած բողոքը կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որ այստեղ խախտումներ ա եղել։ Սա է ձայնագողությունը, ոչ թե վերահաշվակ, վերաքվյարկություն եւ այլն։ Դեռ առիթ կունենանք մեր հանձնաժողովի հետ կապված, բայց խորհուրդ կտամ Սահմանադրական դատարանի որոշումը ամբողջությամբ այդ հատվածով կարդալ։